100-ից ավելի սպորտային ակումբներ, մարզական թերթ, օլիմպիական խաղերի մասնակից հաջողակ ու անվանի մարզիկներ։ Օսմանյան կայսրությունում սպորտի զարգացման ակունքներում հայկական հետքն անհերքելի է։ Այս լուսանկարներն ու սպորտային մեդալները դրա լուռ, բայց շատ խոսուն վկաներն են։ Հայկական սպորտի եւ մարմնակրթության զարգացման պատմությունը Օսմանյան կայսրությունում սկսվում է 19-րդ դարի վերջերից։ Հայկական վարժարաններում մարմնամարզությունը դասավանդվում էր որպես առանձին առարկա։ Մահմեդականներին արգելված էր զբաղվել որևէ ֆուտբոլով կամ ինչ-որ մարզաձևով, ուստի Օսմանյան կայսրությունում սպորտի զարգացմանը մեծապես նպաստել են հատկապես հայ մարզիկները, ինչպես նաև հուն եւ հրեա։ 20-րդ դարի սկզբին Կոստանդնուպոլսում եւ Զմյուրնիայում ձևավորվում են առաջին մարզական ակումբները։ Արևմտահայերի շրջանում ամենատարածված ու մասսայականություն վայելող մարզաձևը ֆուտբոլն էր։ Միայն Կոստանդնուպոլսում առաջին աշխարհամարտի տարիներին շուրջ 40 ակումբ էր գործում։ Լավագույններից էր 1908-ին հիմնված Պոլսի Արաքս թիմը։ Հայկական ակումբները շատ կազմակերպված էին ու ֆուտբոլային հստակ կանոնակարգ ունեին։ Գրեթե բոլոր թիմերն ակումբների տարբերանշանով մարզահագուստ ունեին։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ցուցասրահում Օսմանը հպատակ հայերի սպորտային կյանքի մասին պատմող ցուցանմուշները իրենց ուրույն տեղն ու դերն ունեն։ Ցուցափեղկի ետևում Օսմանյան կայսրության անդրանիկ սպորտային պարբերականն է։ Նշանավոր մարզիկ Շավաշ Քրիսյանի ջանքերով հրատարակված մարմնամարզ հանդեսը։ 1911-ից 1914 թվականներին տպագրվող պարբերականը միտված էր ոչ միայն վավերագրելու հայկական սպորտի հաջողությունները, այլև նպատակ ուներ մեծացնել սպորտի եւ մարմնակրթության հանդեպ հայ երիտասարդության հետաքրքրությունը։ Շավաշ Քրիսյանը դեռ 1910 թվականին իր համախոհ ընկերների հետ միասին առաջ են քաշում այն գաղափարը, որ խիստ անհրաժեշտ է ստեղծել համահայկական օլիմպիական խաղեր։ 1911-ից 1914 թվականներին տեղի ունեցած օլիմպիական խաղերը անցկացվում էին Պոլսի հայոց պատրիարքի հովանավորությամբ։ Օլիմպիական այս խաղերը բացառիկ իրադարձություն էին հայկական մարզական տարեգրության եւ ընդհանրապես արևմտահայ սպորտային իրականության մեջ։ Այստեղ ներկայացված է Ստոկհոլմում անցկացված 5-րդ օլիմպիական խաղերի մեդալը, որտեղ Օսմանյան կայսրությունը ներկայացրել են մեր հայ մարզիկները Վահրամ Փափազյանը եւ Մկրտիչ Մկրյանը։ Հայ մարզիկների ձեռքբերումները, մարզական կյանքի աշխուժացումը Օսմանյան կայսրությունում չէր կարող չհարուցել երիտթուրքական ծայրահեղ ազգայնամոլական կառավարիչների անհանգստությունն ու դժգոհությունը։ Առաջին աշխարհամարտի նախօրեին երիտթուրքերը փակեցին հայկական բոլոր մարզական ակումբները, աքսորվեցին ու սպանվեցին բազմաթիվ հայ մարմնամարզիկներ։ Նրանց թվում էր նաև Շավաշ Քրիսյանը։ Նրա մահվանից հետո ընկերները հիմնեցին հայ մարմնակրթական ընդհանուր միությունը։ Նրա կարգախոսն էր բարձրացիր, բարձրացուր, սա ուսանշանն է, վրան պատկերված են մեծ եւ փոքր մասիսները, իսկ կենտրոնում ծագող արևը։ Առաջին աշխարհամարտից հետո հայ մարմնակրթական ընդհանուր միության դերն ու նշանակությունը միայն մարզական չէր, այն խնդիր ուներ ձևավորել համահայկական ընդհանուր գաղափարախոսություն։ Հայ մարմնամարզիկներից շատերը պատերազմի ավարտից հետո օժանդակեցին հազարավոր հայ գաղթականների ու որբերի համար որբանոցների ստեղծման գործին։ Հայկական որբանոցներում առողջապահական ու կրթական կոմպոնենտներից բացի շատ կարևոր դերակատարում ուներ մարմնակրթությունը։ Նույնիսկ անցկացվում էին միջորբանոցային օլիմպիական խաղեր։ Մրցաշարի ժամանակ սահմանված էին թռիչք բարձրություն, թռիչք երկարություն, վազք, մրցաձևերը, որտեղ հաղթողները պարգևատրվում էին արծաթե եւ ոսկեզոծ մեդալներով։ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով կանգ առավ նաև հայ սկաուտական շարժման զարգացումը, սակայն 1918 թվականին ՀՄԸՄ-ի կազմավորմամբ ամուր հիմքեր ստեղծվեցին նաև այս շարժման տարածման համար։ Սկաուտական շարժումը նպաստեց կարգապահ, կիրթ, կենսունակ ու օրինապաշտ քաղաքացիներ կրթելու գործին։ 1920 թվականի հուլիսին հայտնի պոլսահայ սկաուտապետեր Վահան Չերեզը, Տիգրան Խոյանը եւ Օնիկ Յազմաճյանը Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով ժամանեցին Երևան եւ աշխատանքներ սկսեցին Հայաստանում սկաուտական խմբեր ձևավորելու ուղղությամբ։